Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Անտիֆեկի եթերում ձեր ուշադրությանը ներկայացվում իմ եւ ձեր բոլորի կողմից շատ սիրված Ղազարյան versus Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Սիրված թողարկում չսիրված հյուրի հետ միասին, որովհետեւ Պետրոս Ղազարյանը իր տաղավարը հրավիրել ներողություն արտահայտությանս Ռոմանոս Պետրոսյանին, բայց դա կմշակվի հավուր պատշաճի։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը զրկեց հեցին լիցենզիայից, ինչ է դա նշանակում եւ այս գործընթացը ուր է գնում։ Մենք կզրուցենք հեցի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ, բարի երեկո պարոն Պետրոսյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ։ Զրկվեց հեցը լիցենզիայից եւ այսօր այդ որոշումը կմտնի ուժի մեջ, ինչ է դա նշանակում։ Եթե կարճ դա նշանակում է, որ հանրային ծառայությունների կարգավորման տիրույթում գործող հեց փակbaşնետիրական ընկերությունը այլևս բաշխման լիցենզիա, էլեկտրաէներգիայի հզորության բաշխման լիցենզիա որպես այդպեսին չունի եւ հետագա 3 ամիսները հեցը գործելու է պարզապես էներգետիկայի մասին օրենքով կարգավորված տիրույթում ժամանակավոր կառավարչի գործադիր լիազորությունների ներքո, քանի դեռ նոր լիցենզիա տրամադրված չէ եւ այդ 3 ամիսը առավելագույնը միջև 3 ամիս լիցենզիայից զրկված ռեժիմում իրականացնելու է լիցենզիայով վերապահված իրավասություններ։ Մի րոպե, այսինքն Ռոմանոս ջան, ես ճիշտ եմ հասկանում, որ պետությունը, դիտեմս հանձնաժողովի նախագահի, քեզ նշանակել էր այդ հեցի ժամանակավոր կառավարիչ, որ դու այդ հեցի հետ կապված խնդիրները, որոնք հանձնաժողովը արձանագրել էր, դրանք այդ ժամանակահատվածում լուծես, ընկերությունը շարունակի իր բնականon գործունեությունը։ Փաստորեն դու ընդամենը 4 ամիս աշխատել ես, 4 ամիս աշխատանքիդ արդյունք եղել է այն, որ ընկերության վիճակը ավելի է վատացել, այսինքն այնքան է վատացել, որ ոչ թե խնդիրներն են լուծվել, այլ ընկերությունը լիցենզիայից զրկվել է։ Հիմա Պետրոս պատկերացնում ես, հեցը մեզ էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունն է։ Բոլոր տներին, գործարաններին, սաղին էլեկտրաէներգիա մենք պայմանագրեր ենք կնքի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության հետ։ Հիմա այդ ընկերությունը լիցենզիայից զրկվել, մնացել Ռոմանոսի։ Հույսին 3 ամիս։ Այդ 3 ամիսն է կանցնի, եթե քեզի գնաց դեկտեմբեր, հունվար, փետրվարին լույսեր կանջատեն, այսինքն հեչ չկա, լիցենզիա չունի, չի կարա գործունեություն ծավալի։ Մենք հայտնվենք մութ ու ցուրտ տարիներին, բայց հնդեք կունենանք այդ մութ ու ցուրտ իրավիճակում կունենանք մի հատ sense լուսավոր կետ Ռոմանոս 3 ամիս ժամկետ կառավարության ներկայացուցիչը պետք է բանակցի հեցի սեփականատերերի հետ կամ իրենց ներկայացուցիչների հետ հեցի բաժնետերերը, բաժնետոմսերը, բաժնեմասերը ձեռք բերելու ուղղությամբ, այդ թվում նաև երրորդ կողմի նաև հայտ կարող է այս ընթացքում ներկայացվել եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համաձայնությամբ, որպես ոլորտը կարգավորող պետական մարմին, բաժնետոմսերը օտարվեն։ Հասկացա՞ր Պետրոս։ Ասում եմ երրորդ կողմի մասնակցությամբ է կարալնի։ Ու ինչ ես մտածում օրինակ Պետրոս, դու խելոք մարդ ես էլի, այսքանս ես շփվում ես հազար տեսակ մարդկանց։ Այդ երրորդ կողմը ադրբեջանցիները կլինեն, թե թուրքերը կլինեն։ Օրինակ քո սիրտը ինչ է, այսինքն սիրտը չէ, լավ, սիրտը ջանդամը։ Ստամոքսը ինչ է վկայում Պետրոս։ Հələ մի հատ խնդրում եմ, էլի ձեռդ մի հատ դի ստամոքսի տնեց անկեղծորեն ասա, էլի դու ինչ կուզեիր, որ հեցը փոխանցվի թուրքերին թե ադրբեջանցիներին։ Քո սրտով ավելի շատ որ մեկն է անցնում։ Պարոն Պետրոսյան, ես ճիշտ եմ հասկանում, որ այս հեցը, այս սեփականատիրով եւ լիցենզիայով մի գինա, առանց լիցենզիայի լրիվ ուրիշ գինա։ Այո, դուք ճիշտ եք հասկանում, ես ինքս փորձագետ չեմ այդ առումով գնահատականներ տալու, բայց իմ ընկալումը նույնպես այդպեսին է, քանի որ տվյալ ընկերությունը իր գույքային համալիրը, իր ենթակառուցվածքները բնականաբար կադաստրային արժեքներ, շուկայական արժեքներ կարգավորվում է որոշակի իրավակարգավորումներով, այլ գին կարող է լինել, բայց եթե բնական մենաշնոր ունեցող լիցենզավորված անձ է եւ գործող լիցենզիայով բնականաբար լիովին այլ գին կարող է լինել։ Հասկացար Պետրոս, որպեսզի հանկարծ ընկերությունը լիցենզիա
լիցենզիայով էլ իր գինը բարձր է, որպեսզի հանկարծ սեփականատերը չկարողանա բարձր գնով մտածի դրա վաճառելու մասին, ուրեմն ինչ արին Ռոմանոսին դրին, որպեսզի նենց անի, որ ընկերությունը լիցենզիայից զրկվի, որպեսզի կարողանան Սամվել Կարապետյանի ձեռից էժան առնեն այդ ընկերությունը, որ թուրքերին կարողանան էժան տան, թե չեք ստացել, որպեսզի թուրքերին թանկ ծախ, արա ոնց կարարա մեր թուրքերն են արա դրանց ոնց մենք էլածը թանկ ծախենք, եթե կարանք ձրի տանք։ Ձրի տանք արա մեր թուրքերն են գան, բա պիտի գան չէ հեսա։ Բա առանց հոսանք կան ինչ անեն Պետրոս, պիտի իրանց հոսանքով, իրանց գազով, իրանց ամեն ինչով գան։ Այդ դրա համար այս գյոզալի պես Ռոմանոսը մտե այդ գործի մեջ։ Պարզա։ Կառավարությունը արդեն ունի որոշում այն լինելու է պետական կառավարման հետո, թե մասնավորեցվելու է։ Վարչապետն այդ մասին խոսել է մի քանի անգամ, երկու, այսպես ասած, մոտեցում կա խնդրին։ Այս պահին որքանով որ ինձ հայտնի կառավարությունը դեռ որոշում չունի, քանի որ լիցենզիան բառացիորեն նոր է դադարեցվել հետ ՓԲ-ի, ճանապարհը երկուսն են, մեկը պետականացվում է ընկերությունը, դառնում է 100% պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություն, ինչպես օրինակ BET-ը, Հայփոստը եւ այլ պետական հիմնարկներ, եւ կառավարում է պետության կողմից որպես պետական, այդ թվում ռազմավարական էներգետիկ բնական մենաշնորհեցող ընկերություն, եւ երկրորդ ճանապարհը այն է, որ ամբողջությամբ կամ մասամբ վերամասնավորեցնում է միջազգային լուրջ կորպորացիայի, լուրջ մենեջմենտի, մասնագիտական ներուժի եւ ներդրումային լուրջ կարողություններով գալիս եւ մոդեռնիզացնում են եւ նոր կառավարման մշակույթով մրցունակ էներգետիկ բաշխման ցանցի, այսպես ասած, կարողություններ են հաղորդում տվյալ ընկերությանը։ Հասկացար Պետրոս ջան։ Դու հասկանում ես, չէ՞, ինչ էր ասում։ Եթե չհասկանաս, առանձին դու ինձ մի հատ վիսկի կդնես, նարգիլետ կդնես, ինձ կանչես, ես գամ քեզ սաղ կբացատրեմ, որովհետեւ դու դժվար ես հասկանում։ Բայց քանի որ մեր հեռուստադիտողները հեշտ են հասկանում, ես հիմա Ռոմանոսի ասածը շատ արագ մի հատ sense կանստենք վերով։ Եմ ասում եմ պետություն հələ նոր է խլե, նոր պիտի խլի։ Հələ չենք իմանում, երկու տարբերակ կա, մեկը կարա լինի պետական, ոնց որ Հայփոստը, պետությունը կառավար, Հայփոստը գիտես ով է կառավարում Պետրոս։ Ոչ չգիտես, արա, ես ասել եմ Հայկ Կոնջորյանի որ կան, Հայկ Կոնջորյանի կինը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը Հայփոստի գլխավոր տնօրենն է, միլիոններով աշխատավարձ է ստանում, այսինքն մարդու միլիոնները քիչ է, մի հատ միլիոնները ինքն է ստանում։ Էդի կոչվում է պետությունն է, այսինքն Հայկ Կոնջորյանի կինը պետությունն է, պետությունը կառավարում է, հիմա կարող է հեծնել վերցնել, Հայկ Կոնջորյանի կինը հաշվի առնելով որ ինքը մեծ փորձառություն ունի, ինքը որպես պետություն է դա արես Ռոմանոս թռավ դուս։ Այն մյուս դեպքում Պետրոս, եթե միջազգային կորպորացիաներով ներդրումներ կանում, էդի գիտես ով է։ Արարատ Միրզոյանի կինը կամ Քենին։ Օրինակ Արարատ Միրզոյանի կինը ղեկավարում է էկոնոմիկայի նախարարության մի հատ հիմնադրամ։ Իսկ Արարատ Միրզոյանի Քենին, այսինքն կնգակ քուրը, գլխավորում է, ղեկավարում է Հայաստանում ամենամեծ ամերիկյան ներդրումով ընկերության Որոտան հեկը։ Այդ հեկի գլխավոր տնօրենն է, այսինքն եթե ամերիկյան ընկերության միջազգային մենեջմենտ, ուրեմն Արարատ Միրզոյանի Քենին է։ Հիմա կամ դրա կնիկը կլինի, կամ դրա կնիկը կլինի, կամ դա օրինակ կարա Ռուբինյանի կինն էլ է, բայց այնի Ռուբինյանի ենթակայությամբ աշխատում էլ է հենց ազգային ժողովում, չէ՞, մամ դրա կինը միջազգային մենեջմենտ ձգտում է, թե ինքը պետական ոլորտի վсё-таки մարդ է, էլի։ Սրանց կնիկներից պիտի։ Ռոմանոս դու փսակված ես, չէ՞։ Արա դե դու քեզ որ հանեն, դու քո կանգան դնեն, այդ արդար կլինի։ Թուրքերը թողեն տերերը, քո կնիկն է թողի տնորենը։ Դե դու էլ կեթաս կմտնես քո գործին։ Կվերադառնաս քո գործին։ Ես նայում եմ այդ հանձնաժողովի նիստը, ընդդիմախոսներն ասում են, որ կան դատական գործընթացներ եւ եթե մենք տարբերացիաներում եւ եթե մենք հաղթենք, ապա այս զրկումը առ ոչինչ կլինի եւ այն կբերի իրավական կազուսի, քանի որ մարդիկ են գործից ազատվում, գումարներ են նրանք կորցնում, որոշումներ են կայացվում եւ այդ ամեն ինչը հետ տալը շատ լրջագույն խնդիրներ առաջացնելու։ Ճիշտ չի սпасել դատական որոշումներին։ Ես ասեմ առհասարակ, քանի դեռ դատարանի վճիռ չկա, այդ թվում նաև համանդրական դատարանի վճիռ չկա օրենսդրության այս վերջին փոփոխությունների համանդրականության մասով, ինչը վիճարկում են ազգային ժողովի մի շարք ընդդիմադիր պատգամավորներ եւ համանդրական դատարանի վարույթում արդեն այդ գործը կա,
քանի դեռ դատանի վճիռ չկա, ապա մենք գործում ենք մեզ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում։ Էդի կլինի, բայց Ռոմանոս ջան, միջազգային արբիտրաժային ատյանների որոշումները արդեն կա, գիտես չէ, Պետրոս, սրանք ի սկզբանե հեծի հետ կապված գործը նենց ապօրինի ձևով իրականացրեցին, որ արդեն Ստոկհոլմի միջազգային արբիտրաժային ատյանը արդեն որոշում է կայացրել։ Այդ որոշման կայացման պահանջները կատարելու համար վարչապետի աշխատակազմի մասնագետ պաշտոնյաները, որ զբաղվում են արբիտրաժային միջազգային հայցերով, ասին, որ մենք պետքա կատա, հենց ասի Նիկոլ Փաշինյանը չհասկացա գարա, կառավարությունը ես եմ, թե բոլորը միասին է կարա, սաղին գործից հանես, մնացին ինքն ու Ռոմանոսը։ Հա, Ռոմանոս, ինչ ես զարմացել։ Հիմա այդ իրանց որոշումները արդեն արբիտրաժով միլիոնավոր դոլարների վնասները երաշխավորված է։ Դե հիմա պետություն ենք, բա ուզում ես Նիկոլ Ռոմանոսն ալի մեզի ղեկավար, մենք է միլիոնավոր դոլարների վնասեր չկրենք, հա։ Մենք է պետք է կանգնենք, սպասենք ինչ-որ դատարանների, չէ, Ռոմանոս ջան, գաստուտը հետ է ախպեր, ոչ էլ մտածի, տուժում է պետությունն է, դու կարող ես քեզնից են պահելու, քեզ ամսական 5 միլիոն դրամ աշխատավարձը տալիս են, դե վիշը վերջացավ գնաց, հիմա Հայաստանի Հանրապետությունն էլ քո 5 միլիոն դրամ ստանալու համար 5 միլիոն չէ, 50 միլիոն չէ, 500 միլիոն դոլար է վնաս կրի, ջանդամը կրի, կարող է Ադրբեջանն է կրում, որ դու մտածես, Հայաստանն է կրում, ջանդամը կրի, քո աշխատավարձինը չեն կպնի, Պետրոսյան, դու էլ հանգիստ նստի։ Նրանք ասում են, որ դուք ցանցերի պետերին ապօրինի ազատում եք եւ նշանակում եք ձեր կողմնակիցներին, ձեր մեկնաբանությունը։ Դա բնականաբար պաշտպանվող կողմից հնչող գնահատական է, քաղաքական գնահատական է այդ թվում, ինչպես նաեւ պաշտպանական դիրքերից, այսպես ասած, հնչեցված գնահատական է, բայց ես կարող եմ ձեզ երաշխավորել, որ բոլոր այն ցանցի պետերը, մասնաճյուղի տնօրենները, ստորաբաժանման ղեկավարները, որոնք որ ազատվել են իրենց կարգավիճակներից, կամ հենց նույն հեծի գլխավոր տնօրենի, ընդ որում նախկին եւ նաեւ լիազորություն մեջ գտնվող գլխավոր տնօրենների որոշումներով, հրամաններով հաստատված պաշտոնի անձնագրերի պահանջներին չեն համապատասխանել, կամ իրենց իրավասության շրջանակներում բացահայտվել են այնպիսի գործողություններ, որոնք կամ իրենց անմիջական մասնակցությամբ, կամ իրենց թողտվությամբ, կամ իրենց ոչ կոմպետենտ լինելու արդյունքում են տեղի ունեցել եւ վնաս են հասցվել ընկերությանը, կամ այդպիսի իրավիճակ է հասունացած եղել իրենց ղեկավարման ներքո գտնվող ցանցերում եւ ստորաբաժանումներում, որոնք անխուսափելիորեն հանգեցնելու էին ընկերության օրինական շահերի, ուրեմն ոտնահարմանը։ Իմացա Պետրոս ջան, ուրեմն Այս հեծը դա գիտես Սամվել Կարապետյանն ուր բիզնեսն ուր այդ ցավը տանեմ։ Էնի բիզնեսից կիլոմետրերով հեռու մարդ։ Իսկ չի մանում ում կարելի է նշանակել հեծի տնօրեն, ում կարելի է նշանակել փոխտնօրեն, ում նշանակեն մասնաճյուղի տնօրեն, ում նշանակեն տնօրենների խորհուրդ։ Անդը Սամվել Կարապետյանն ուր բիզնեսն ուր էլի։ Դրա համար այդ ցավը տանեմ։ Կոմպետենտ մարդ, հենց կարևոր է միանգամից Ռոմանոսին, ասենք ման եկավ այդ հանձնաժողովի նախագահան հանրային ծառայությունների կարգավորող անհանդես, գիտես, Սասուն Միքայելյանի, հա, բարեկամ են, հա, Կոտայքի մարզպետն է։ Էդի ման եկավ ասաց, ում նշանակենք հեծի ժամանակ, ասաց անես փորձառու ճգնաժամային վիճակ է, պետք է այնպես փորձառու մարդ լինի, որ էլեկտրական ցանցերից, բանից, բիզնեսից, բանից հանրային ծառայություն հասկանա ու գտան Ռոմանոսի, որովհետև Ռոմանոսը Պետրոս ջան ավարտել է ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի օգտակար հանածոների, հանքավայրերի հետազոտման եւ գնահատման մասնագիտություն։ Մաքուր կոմպետենտ մարդ ու աշխատանքային փորձառություն։ Դու գիտես մինչև 18 թիվը Ռոմանոսյան Ռուբինյանի բանի նման է Տրթատի բան, որ ոչ մի տեղ աշխատած չէ։ Ոչ, ախպեր էս մարդը Աբովյանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի ուսումնական նախագծի ղեկավար է եղել։ Մաքուր սենց հեծին բռնող կամ ասենք թե օրինակ Օրանժ Արմենիայում աշխատե։ Այդ թվում ես ասում ես բարև ձեզ Ռոմանոս ջան, բարև ձեզ։ Այ կներեք երեխու հետ եմ էլի ես ուրիշի մոտ գա։ Չէ, ոչ, հա, մի հատ քարտ կտակ, այդ սա Ռոմանոսն է արի, հասկանում ես։ Այդ ձևի աշխատած մարդը դրանից հետո ինչ գործ առաջարկել են համաձայնել է։ Կոտայքի մարզպետ խնդիր չկա, բնապահպանության նախարար խնդիր չկա, վերահսկողական ծառայության Ռոմանոս ջան, դու բան չես անում, սրտի ստենդ չես դնում, ասենք որ այդ ասում մի հատ բժշկական հաստատություն
մտնես օպերացիոնի, ստենդը դնես դուրս գաս։ Այ ախպեր շնորհքդ կա, կամ ասենք թե սրտի թոչելի, ասենք ուրոլոգիական բաժանում գնաս, մտնես, ասենք, վիրահատություն է, մասնագիտորեն, դու քո ձևով, քո իմացածով, քո տեսածով, մի հատ նորմալ գործողություն անես, էլի դուրս գաս։ Ախպեր շնորհքդ կա, շատ կոմպետենտ է Պետրոս։ Ինքն էլ է շատ կոմպետենտ։ Իր նշանակած կադրերը իրանից կոմպետենտ։ Ահա այդ նպատակով եւ այդ մղումով են բոլոր ազատումները տեղի ունեցել։ Իսկ նոր նշանակումները կատարվել են բացառապես պաշտոնի հաստատված պաշտոնների անձնագրերի պահանջներին համապատասխան, բացառապես կոմպետենտության եւ տվյալ կարգավիճակում արդեն իսկ կամ պետական կառավարման համակարգի տարբեր մարմիններում կամ այլ ոլորտներում, այդ թվում մասնավոր ոլորտներում իրենց աշխատանքի փորձի հիմամբ։ Ճիշտ է ասում Պետրոս, այստեղ վիճելու բան չկա։ Օրինակ Շիրակի մարզի տարածքը ընդգրկող Հայաստան էլեկտրական ցանցերի մասնաճյուղ կոչվում է ղարս մասնաճյուղ։ Օրինակ քո կարծիքով ում պիտի ինձ նշանակել, որ կոմպետենտ, գործից հասկացող ինժեներ, էլեկտրոինժեներ, այո, ապրես։ Սարիկ Մինասյան, որովհետև Սարիկը դե ոչ էր կարած ընտրվել։ Հա ինչ անենք, որ Սարիկն եկել էր, նստել էր կոմոդ, ասում էր, ես քաղաքագետ եմ։ Հա, ինքը քաղաքագետ էր, բայց ասում էր քաղաքագետ եմ։ Բայց պարզվեց ախպեր ջան, ինչ քաղաքագետ, ինչ քաղաքատագետ, ինչ սոցապ, ինչ հանրապետական, ինչ լուսավոր, էլեկտրիկ ախպեր, Սարիկ էլեկտրիկ։ Այս մարդը հայտնաբերեց, բացահայտեց Սարիկի ամբողջ էլեկտրական ուժը, մասնաճյուղի տնօրեն։ ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյան, Նայիրի մասնաճյուղի տնօրեն, կոմպետենտ, պաշտոնի անձնագրին գործից հասկացող մարդ։ Ուրեմն ՔՊ-ական նախկին մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանին նշանակել է դեբետ մասնաճյուղի տնօրեն, Լոռու մարդ, այս ամբողջ այդ բանը ծածկվեց, Շիրակի մարզը, Լոռու մարզը, Կոտայքի մարզը, կոմպետենտ մարդու, դա մարդը կոմպետենտ չէր, կլներ Լոռու մարզպետ Արամ Խաչատուրյանի խորհրդականը, օգնականը, ոչ մի դեպքում, գիտես, ՔՊ-ի կադրերը այդ իրանց ուժեղ կողմն է, իրանք հələ տենց մարդ չկա, որ պաշտոնի դնեն այդ մարդ տարել են լավագույնին իր տեղը դրել են։ Էշմիածնի մասնաճյուղի տնօրենը նշանակե Փարաքարի վերջին ընտրություններում պարտված նախկին համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանին։ Սխալար է։ Լութոն այդքան քրեական պատմությունների մեջ միջադեպ եղավ, կրակին, մարդ մահացավ, ինքը հրազենային վիրավորում, զասլուգներով, իր զասլուժնի իր վաստակած տղա էր, ասեք, ցանցերի համար, այս ճգնաժամային իրավիճակում, քթած մարդ, ասեք, պիտի մանգա, լատարեով շահած մարդ էր։ Ռոմանո դրա համար էլ ընդամենը 3 ամսում այս թիմով այնպես կարողացան անել, որ լիցենզիայից զրկվավ հեծը։ Բայց չէ, մտածում էր ինչ պիտի լեր Պետրոս։ Հեսա լուսերն էլ կանջատեն, այս լուսավոր տղերքը կմնան Սարիգը կեթան օրից կմտնեն լուսավոր Հայաստան, որովհետև ինքը արդեն լուսի մարդ է։ Պիտի եթա լուսավոր Հայաստան։ Էլ չեմ ասում, քանի տնօրեն, փոխտնօրեններ ընդ է ուրիշ գլխավոր տնօրենի տեղակալ, սաղ կոմպետենտ մարդ, Պետրոս ջան, դու գիտես, կադրերը սրանց ուժեղ կողմն է։ Նիկոլը կլնի, Ռոմանոսը կլնի, սրանք որ կադրային որոշում են կա, էլ մի քննարկի։ Օրինակ, քո հետ կապված Հայաստանում այդքան լրագրող, այդքան հեռուստամեկնաբանի մեջ հանրայինը ում է ընտրել։ Բարգավաճի երկրորդ համար։ Ասեք, որ գոնե առաջի տլեիր էլի դու արա։ Բարգավաճի երկրորդ համարին բերել են տրել են հանրային հեռուստաընկերության գլխավոր թողարկման մեկնաբան։ Տենեմ ես։ Բայց ղեկավարած երկինն էլ այդ կլներ լիցենզիա։ Արա համեկին լիցենզիայից ինչ են զրկում Պետրոս։ Չես կարող բզբզես։ Քանի տարի է, տես մարդը 3 ամսվա մեջ գնաց հեծը լիցենզիա։ Քանի տարի է այստեղ վերընկած ես արա։ Հələ համեկը լիցենզիա ունի։ Մտել Ռոմանոս ջան ձևը սովորացու թե այս համեկն է փակվի։ Այս համեկը շատ է սաղի նерվերի վերահազդում։ Մեկը Ղազարյան versus Ղազարյանը կա, դու քեզ էլ կբերենք անտիֆեք, մի հատ հաղորդում կվարես, մենք է դրա վրա կաշխատենք։ Այդ համեք թարգեք։ Հիմա տեսեք։ Պետրոս, դու որ ուրիշ խոսալու բան չես ունենում, արդյունքում դու միշտ էլ խոսալու բան համարյա չես ունենում։ Ասում ես ընդդիմախոսները ասում են։ Օրինակ, այս թեմայով ընդդիմախոսները հեչ ոչ մի բան չեն ասել։ Հա? Ինչ են ասում, դրանք ինչ են ասում։ Ընդդիմախոսները, քանի որ քաղաքականության մասին անհնար է խոսալը, ասում են
տեսեք, այն որ հեծում ինչ որ մի բան են չի, իրանք էլ շատ չեն հերքում, ասում են դե դուք էլ ասում եք, որ ասում են թող տուգանեն, թող եւ այլն։ Այ դուք օգտագործում եք օբյեկտիվ խնդիրները, որպեսզի խլեք սեփականատիրոջից իր բիզնեսը։ Մենք ապացուցել ենք, որ վաղուց մեր երկրում խլելու ավանդույթները, խլելու պրակտիկան արատավոր, առհասարակ վերածվելու արմատախիլ են արվել եւ մեր ժողովուրդը մի քանի 100,000 քաղաքացիներ հրապարակներ ու փողոցները դուրս եկան 2018 թվականին հենց այդ արատավոր պրակտիկան արմատախիլանալու մեր կյանքից ու մեր իրականությունից։ Եթե խլող պետություն լինենք մենք, չասեմ իշխանություն, 3 օր 8-ից 10 ժամ հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովը նիստեր չէր գումարի։ Ճիշտ է ասում Պետրոսի, չկա կարող է 100,000-ավոր մարդիկ դուրս էին եկել փողոց, իշխանափոխություն էին, որ իշխանությունը գա մեկի ձեռից էլաց խլի, բիզնես խլի։ Դες բան չկա այդ ցավը տանեմ։ Հիմա սա խնդրելով կամավոր օրինակ ասենք Ամուսարի ոսկու հանքը շահագործող Լիդիան Արմենիա ընկերությունը, այդում ասում եմ վարչապետի աշխատակազմ, խնդրում եմ էլի, այս մեր ընկերության բաժնետոմսերից, խնդրում եմ էլի, մեր 14% վերցրեք էլի, վերցրեք, խնդրում ենք էլի, ուղղակի չէ դուք չեք խլում մեզնից, չէ մենք ենք խնդրում, ուղղակի այս տղամարդու ջեբը բաժնետոմս կալի, էսի բեկալ ես լավ չխոսանք, այդպես մեկ եք դրանք MTS Armenia ընկերությունը, պարոն վարչապետ ջան, լսել ենք, որ ասես բան կա, մենք էլ մեր կողմից էլ ուզում ենք, դուք իհարկե չեք խլում, չէ, մենք մեր մյուս բաժնետոմսերով հավաքվել ենք, ուզում ենք այս մի 10% էլի, մեր կողմից էլի, ուրիշ բան մի մտածի, չէ, ոչ մի բան չի նշանակում, այնքան որ խնդրում ենք էլի, պետությունա թող մեր 10% է բաժնետոմս ունեն։ Մեկ է գալիս է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, վարչապետ ջան, մենք իհարկե շատ գոհ ենք, հատկապես ձեր կնոջից ենք գոհ, որովհետև այդ իմ քայլը հիմնադրամին 200 միլիոն առանձին ենք փոխանցել, այն մյուսները որ փոխանցում ենք արդեն գրում ենք անանուն, դե չերևա էլի հիմա տիկին անակ կենիկա, մի հատ ինչ իմանաս, ինչի վրա է ծախսում, ասենք, խո կնգա ծախսը չես բանանես, ինչը պես կսազի, ասենք տղամարդ է տաս իմանաս, ասենք կնիկ ինչի վրա է, թող ձևակերպեն որպես բան, արաբական ցիերուն փառատոնին ան մասնակցում, թող դες քրեն արաբական ցիերուն կնգա ծախսը, բայց այս ամենի հետ միասին 7% էլի խնդրում եմ մեր բաժնետոմ չխլել բանը տես բանը ստե չկա հիմա նույնն էլ էս հեծնը Οκ Սամվել Կարապետյանը գիտես էլ բիզնեսից հեռու այս ոնց որ անտեր հելը գնացել Ռուսաստանից չի իմանում ինչա կա փոխարենը գասի պարոն վարչապետ ջան առեսի ինչա պետ մատեսի նվիրենք վերցը բռնեն դստել այ բալա տեշե այդպես կանես դե ուրեմն Ռոմանոսը կգա կվերցնեն կազգայնացնեն կպրզնի կեթա խլել հիմա գոյություն չի հիմա կամ ասենք օրինակ այդ գործարարները հավաքում են գալիս են լցվում են այդ իմ քայլը հիմնադրամի Տիկին Աննա խնդրում եք մի հատ ընթրիկ կազմակերպի գանք մի ապսեին 1 միլիոն դրամ 10 միլիոն դրամ էլի նայած էլի փող տանք էլի շատ ենք խնդրում էլի Անան ասում ոչ ես չեմ խլում չէ դու մենք ենք խնդրում ենք այն նամակներից գրի էլի տիկին Աննա 10 միլիոն դրամ փող է մնացել ասել կտանենք կծախսեն ուզում ենք տանք իմ քայլը հիմնադրամին չէ մենք ենք խնդրում հիմա խլել չկա Պետրոսյան հիմա լրիվ կամավոր պաշտպանական կողմի ներկայացուցիչներն այսպես ասած թե Տաշիր կապիտալ ընկերության թե Լեոմոնդ ընկերության որը կիպրական ընկերություն է համարվում ներկայացուցիչներին անսահման հնարություն չէր տա կարծիք հայտնելու լսված լինելու օրինակ այն բանին այդ կիպրական ընկերությանը Տաշիր գրոպը տավին կարծիք արտահայտելու հնարավոր բայց ասենք այդ կարծիքը հաշվի չառ օրինակ այն Սանիտեկի այնի լիբանանյան ընկերություն էր դրան ընդհանրապես կարծիք արտահայտելու հնարավորություն չտվին այնա գործերը գնացել Վաշինգտոնում արբիտրաժային դատարան միլիոնավոր դոլարներ է գիտես չէ Պետրոս ծախսում է միլիոնավոր դոլարներ չգիտեմ Տիգրան Ավինյանն այդ իր հոր հետ միասին այդ օպելներից ինչքան զբլի փող պետք է հավաքի որ այդ տանեն մենակ արբիտրաժում Սանիտեկի տուգանքներ վճարեն որ հələ հիմա վճարում են փաստաբանական ֆիրմային վարձ է դրա համար Սանիտեկի կարծիք չէ այստեղ շատ քաղաքակիրթ
կարծիքը լսեցին, հաշվի չառան, լիցենզիայից զրկին, որ խլեն։ Ասեմ խլեն է, որ դրանք ֆայմեն, բերեն հանձնեն, հեսա բանակցությունները կսկսի։ Վարման կարգով խնդրեցի նախագահին, որպեսզի կոչ անի զերծ մնալու քաղաքական հայտարարություններից։ Նախագահողը քաղաքականության հետ կապ չունի Պետրոս, իրանք համար այդ հանձնաժողովի նիստ է, որ ասում ես հանձնաժողով բան, գիտես չէ, ընդամենը 5 հոգի են, Պետրոս, 5 հոգի, որից մեկը հանձնաժողովի նախագահն Մեսրոպյան։ Ուրեմն սա Սասուն Միքայելյանի տոլի փեսայա մորքուրի տղայա մորքուրի աղջկա մարդը մի խոսքով ազգական ու սրան նախորդող պաշտոնը որ եկել է հանրային ծառայությունների հանձնաժողովի նախագահ Կոտայքի մարզպետ այն նույն Կոտայքի որ Սասուն Միքայելյանը գտնում այդ Կոտայքի մարզպետը եղել նաև Ռոմանոսը 18 թվին երբ որ հեղափոխություն եղավ Ռոմանոսը դառա հետո Մեսրոպն է դառ ու այս Մեսրոպի եղած ժամանակ Սասուն Միքայելյանի տղան եղել է Հրազդանի քաղաքապետ Սասուն Միքայելյանի աղջիկը այդ մարզպետի խորհրդը դե որովհետև այս մարդիկ ինչ ասում 100,000-ներով դուրս են փողոց որպեսզի են բարքերը որովհետև Մանվել Գրիգորյանը ինչի պետք է լիներ ԵԿՄ-ի նախագահ ազգային ժողովի падգամավոր տղան էլ Էրեշմիածնի քաղաքապետ ոչ մի դեպքում Պիտի Սասուն Միքայելյանը ելնի ԵԿՄ-ի նախագահ ազգային ժողովի падգամավոր տղան ելնի Հրազդանի քաղաքապետը հեղափոխություն են արել էսմա որովհետև Սասուն Միքայելյանի ակցենտը ավելի լավն է քան Մանվել համել իր բեղեր սիրունա բա դրա համար այդ մարդիկ հեղափոխություն արին որ հիմա այս 5-ից 1 էս Մեսրոպն է 5-ից 1-ը ընդդիմությունն է, որը դեմ է քվեարկե, մնացին 3-ը, այդ 3-ն էլ այդ որոշումը կայացնելուց 2 ամիս առաջ, այս տարվա հուլիսին, ուր են գնացել Պետրոս, դու գիտեիր Ռոմանոս, Ռոմանոսն էլ չգիտի, Պետրոսն էլ չգիտի, ես գիտեմ, Թուրքիա, այդ որոշումը կայացնելուց առաջ էլ մի հատ գն, դա ոչ մի բան չի նշանակում, վերապատրաստման, գնացել են, վերապատրաստվել են, եկել են Հեցի լիցենզիան զրկել են, որ այդ լիցենզիան Պետրոսը ձեռը տնի Ստամոքսին որոշի, թուրքերին են տալի, թե Ադրբեջանին։ Եվ վերջերս Սերժ Սարգսյանը տված իր հարցազրույցում ասում է, որ ինչի էին այդ միտինգները բազմամարդ, որովհետև այս կողմից արևմուտքը բերել էր իր մարդկանց, որ չթողնի, որ այդ հանրավակները դառնան հակաարևմտյան, այս կողմից էլ ռուսները բերել էին իրենց ազդեցության հիմնարկները եւ այլն, բարձա չէ, ասենք ում պետք է բերեն Գազպրոմ, Հեծ, Սլավոնական համալսարանը ասում, այ դուք ունեք տեղեկություններ, նրանք քաղաքականապես օգտագործվել են թե ոչ։ Այդ մասով որևէ մեկնաբանություն չեմ տասվածի, բայց կոնկրետ Հեցի մասով ես կարող եմ փաստել, որ նաեւ քրեական վարույթներ կան նախաձեռնված պաշտոնական դիրքի չարաշահումով ենթականերին դրթելու եւ ցույցերին մասնակցելու հորդորների Այսինքն մի րոպե դու Պետրոսի հարցին պատասխանես, ինչի՞ չես կարող պատասխանես, ինչի՞ չես կարող։ Պետրոսի հարցը ուրիշ բան է վերաբերում։ Հիմիկվա հանրահավաքներին չի ասում 18 թվին, որ հանրահավաքներին խոսակցություն կա, որ ասում են Հեցի աշխատողները հատուկ ասել են կետակ հանրահավաքին կմասնակցեք Որովհետև եթե Հեցից չգային, Գազպրոմից չգային, Սլավոնականից չգային, եմից տեղից չգային, եմի հիմնարկից չգային, զորով իրանց այդ տնօրենները չասեն հելեք գնացեք, այդ մարդիկ կարողա չեթային։ Այդ ձեր 100,000-ավոր հանրահավաքներն կարողա չլինեք սկզբի նման են, որ դու էլ չենք եչալու հետևից քայլում։ Քանի հոգի եք, դու էիր Տրտատներ, Արայիկներ, Ավինյաններ, Լենա Նազարյաններ, էլ են Հովիկ Աղազյանը կես եկավ, ելով կարան դե։ Կարող այդքան մնայիք։ Հիմա Պետրոսն ասում է եղել է այդպես բան, դրանից խոսի։ Հիմիկվանից ես խոսում, հələ հիմիկվանից խոսի։ Այդ թվում աշխատանք կորցնելու սպառնալիքի տակ, այդ փաստերով բազմաթիվ աշխատակիցներ նախկին այդ թվում անցնում են նման քրեական վարույթներով, որոնք որ վերջին շրջաններում սեփականատերի համար իրականացվող այդ քաղաքական պիկետներին, ցույցերին ներգրավել են Հեցի աշխատակիցներ։ Սեփականատերը դու գործ ունես, դու քեզնից խոսա, լսի։ Իսկ այդ որ հիմա Նիկոլ Փաշինյան ամեն կիրակի հանրահավաքներ անում եկեղեցիներում, դրան դու մասնակցում ես, չէ՞։ Օրինակ դու դրան որպես ինչ ես մասնակցում։ Նախ
ամոթ չես անում, բայց կարելի է որ դու գնաս մտես եկեղեցի։ Կարելի է Պետրոս տես բան։ Չի կարելի։ Հիմա որ դու գնում ես, կարող է քո աշխատողներն էլ իմանան, որ դու գնացել ես, իրանք կան դրան մասնակցեն։ Ռոմանոս, ելի ես քեզ չտենամ եկեղեցի մտնելուց։ Դու գործ չունես։ Մանավանդ հիմա խառը վախտերը Էլ ես Նիկոլը սա եկեղեցին խառնել է իրար, այս սրբազանների վրա էլ հազար ձևի խոսակցություն կա։ Մեկի ինչ որ չգիտեմ Բաբարամա ինչ անունը դրա ընտանիքի ինչ որ Ամերիկա է, մեկի երեխեն արդեն դառը գեներալ, մեկի երեխեն հələ մոր հետ նոր նկար են դնում դպրոց պիտի դրանք բայց դրանք սա քո հետ կապված պատմություններ են։ Կարող է սա վերջում գա, սա ջարդվի քո գլխին։ Ասել սա Ռոմանոսն է մեղավոր։ Ինչ ես ասելու։ Գործ չունես։ Դու այսքանի վաղ քեզ պաշտպանված զգա, պաշտպանվի։ Օրինակ, ասես տեղերը գնալուց օրինակ մենակ մի արի։ Զանգեն Անդրանիկ Քոչարյանին, բանը ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողով։ Դու ուր գնում ես Անդրանիկ Քոչարյանի հետ գնա։ Միասին եղեք, որպեսզի պաշտպանված զգաս քեզ։ Հիմա խառը վախտերը դու այլևս այդ թեմաների մեջ այդ մանավանդ այդ թեմաները ես անհանգիստ եմ քո համար։ Սա ջարդվելու է քո գլխին Ռոմանոս, դու գործ չունես, մի խառնվի այդ գործերին։ Այսինքն հիմա եթե ամփոփենք, մենք մտել ենք մի փուլ, որ պետությունը եւ սեփականատերը պետք է քննարկեն գինը։ Այո, դուք իրավացի եք։ Կառավարության ներկայացուցիչը պետք է բանակցություններ սկսի սեփականատերի հետ գնի շուրջ եւ եթե երկուստեք եկար համաձայնության, ապա պետք է բաժնետոմսերը կամ գույքային համալիրը կամ այն ենթակառուցվածքները, որոնք երաշխավորում են իրականացնում են էլեկտրաէներգիայի բաշխումը, օտարվի։ Եթե 3 ամսվա ընթացքում օրենքով սահմանված է այդ ժամկետը համաձայնության չեկան գնի շուրջ կամ որևէ դետալի շուրջ, ապա սահմանադրության 60-րդ հոդվածով իրավիճակը կարգավորվում է եւ կառավարությունն այդ ժամ ապահովելու մեր քաղաքացիների, մեր հանրության էներգետիկ անվտանգության պահանջները գնում է հանրային գերակաշահ ճանաչելու ճանապարհով, ընդ որում դարձյալ օրենքի եւ իրավունքի գերակայության պայմաններով։ Ես խնդրում եմ սա առանձնակի ֆիքսենք։ Մեր առանձնակի ֆիքսենք հետեւյալը Պետրոս ջան, դու ասում ես որ փուլում ենք, հիմա ես քեզ հերթով փուլերը կասեմ, որ դու իմանաս հիմա մենք որ փուլում ենք։ Փուլ առաջին Ալաշուքյուր Փաշազադեն մայիսի 22-ին հայտարարում է Երևանում եւ Էջմիածնում իրենց Մոսկովկասի մահմեդականների Ղազիաթ ստեղծելու մասին։ Դա պիտի գտնվի Էջմիածնում։ Հիմա որպեսզի դա գտնվի, պիտի Էջմիածինը եկեղեցին վերանա։ Որպեսզի եկեղեցին վերանա, պիտի կաթողիկոս չլի, սրբազանները չլեն, իրանց դեմ քրեական գործեր հարուցվի, եմուսներին քաշեն իրանց կողմ։ Պիտի եկեղեցու ֆինանսավորող չլինի։ Հետո ով է Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը ձերբակալվում է, սրբազանները ձերբակալվում են։ Էջմիուսների դեմ դավադրություններ են լնում, ամբողջ արագածոտնի թեմում քրեական գործ են արվում։ Գալի հասնում ենք։ Հետո գալիս է որպեսի հեծը Սամվել Կարապետյանից խլեն, ինչ պիտի անեն, լիցենզիայով թանկա ու դժվար է։ Միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցությունով ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ հրատապության կարգով օրենք են ընդունում, օրենքը փոխում են, հնարավորություն են տալի, որ Սասուն Միքայելյանի բարեկամը Ռոմանոսի նշանակի հեծի տնօրեն, Ռոմանոսը 4 ամիս հետո աշխատում է Սարիգ Մարիգներով եւ այլն, վարի են տալի հեծը, բերում են լիցենզիայից զրկում են, գինը գցում են, հիմա Խուդացյանը պիտի գնա բանակցի հեծը խլեն, որ ասում է հանրային գերակա ընդհանրապես Սամվել Կարապետյանի ձեռից խլեն, հետո հաջորդ փուլում հանձնեն թուրքերին։ Հիմա մենք հասել ենք այս խլելու փուլին։ Հենց որ արդեն հանձնեն թուրքերին, այն ժամանակ մի հատ Ռոմանոսի փոխարեն մի հատ թուրք, ուրիշ թուրք կգա կնստի կանչես հարցազրույցի, ինքը կներկայացնի, թե Հայաստանի էներգետիկ անվտանգության հեռանկարը ոնց է պատկերացնում, որովհետև կարևոր ենթակառուցվածքները Պետրոս ջան պիտի լինեն Թուրքի ձեռը։ Դրա համար էլ այս Ռոմանոսին մտցրել են այս գործի մեջ։ Ռոմանոսն էլ ինչ գործի մեջ որ մտնում է, այդ գործը ունենում է պատղաբեր արդյունք։ Հասկացա՞ր։ Շնորհակալություն։ Մեր հյուրը հեծի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն է։ Մեր հյուրը Պետրոս հեծի ժամանակավոր կառավարիչը չէ՞։ Մեր հյուրը մի հատ բազմաշնոր, բազմատաղանդ, ամենագետ մի հատ ասես բացառիկ մարդ հասելը կարող է քիչ է իր համար էլի։
երևույթ էր։ Մենք կհանդիպենք ցտեսություն։